Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ձեզ հետ է Նամի Ստեփանյանը եւ Արա Աբրահամյանը։ Բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համառոտ։ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 27-ից 28-ը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա։ Այցի ընթացքում վարչապետը հանդիպումներ կունենա այդ երկրի վարչապետի, նախագահի, խորհրդանի նախագահի, արտաքին գործերի նախարարի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այս տարի լրանում է 1915 թվականի հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Ամեն տարի ապրիլի 24-ին 100 հազարավոր հայերի սգոյերթը լուռ շարժվում է դեպի հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհում 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը նաև բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես են եկել ուղերձներով, միասնաբար ընդգծելով 3 առանցքային կետ՝ հիշել որպես ազգային պարտք, ճանաչել որպես միջազգային պատասխանատվություն եւ կանխել որպես մարդկության դեմ հանցագործություն։ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է երեկոյան Հանրապետության հրապարակում ջահերով երթի ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրումը, նաեւ ադրբեջանական կողմի արձանագրված հրադադարի խախտումը։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ տարբեր երկրների ղեկավարներ, միջազգային կառույցներ, խորհրդարանականներ եւ դեսպաններ եւս մեկ անգամ վերահաստատեցին իրենց դիրքորոշումը դատապարտելով մարդկության դեմ գործած ոչրագործությունը։ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 27-ից 28-ը պաշտոնական այցով կմեկնի Էստոնիա։ Այցի ընթացքում վարչապետը հանդիպումներ կունենա այդ երկրի վարչապետի, նախագահի, խորհրդանի նախագահի եւ արտաքին գործերի նախարարի հետ։ Փաշինյանը հանդիպում կունենա նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հայաստանի ու Էստոնիայի վարչապետները կքննարկեն անվտանգության հարցեր, երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, Եվրոպական միության եւ Հայաստանի հարաբերությունները, նաեւ գործակցությունը միջազգային կազմակերպություններում։ Այս տարի լրանում է 1915 թվականի հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Չնայած ապրիլի 24-ն է համարվում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, սակայն հայերի ջարդը սկսվել է դեռևս 19-րդ դարի վերջին, երբ 1892-ից 1923 թվականներին Թուրքիայի կառավարող շրջանները սկզբում Համիդյան-Թուրքյան, ապա երիտթուրքերի կառավարությունը կազմակերպեցին ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց եւ բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի եւ Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Ամեն տարի ապրիլի 24-ին 100 հազարավոր հայերի սգոյերթը լուռ շարժվում է դեպի հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհում 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է։ Այսօր էլ թուրքական կառավարությունը հրաժարվում է ճանաչել անցյալի այն վայրագությունը, որն իրականացնելիս Օսմանյան, այնուհետև հանրապետական Թուրքիան հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացմամբ չսահմանափակվեց։ 1915-ից 23 թվականներին փորձեց ջնջել հայի հիշողությունը եւ ինքնությունը։ Եվ այսօր աշխարհի տասնյակ երկրներում ցեղասպանությունից մազապուրց հայերի ժառանգներն իրենց նախապապերի պատմությամբ կենթանի վկաներն են մարդկության դեմ իրականացված ոճրագործության։ Սակայն ռեալ պոլիտիկն աշխատում է։ 1.5 միլիոն անմեղ հայերի պետականորեն կազմակերպված բնաջնջման փաստը որոշ երկրներ չեն ընդունում քաղաքական շահերից ելնելով։ Այսպես 21-րդ դարի իրավապաշտպան ու մարդուն բարձրագույն արժեք համարող հասարակություններն անգամ պատշաճ չդատապարտեցին ոճիրը։ Երկակի ստանդարտների եւ լուռ մեղսակցության պայմաններում ցեղասպանություններ իրականացվում են այսօր, մեր աչքի առաջ։ Իսկ ինչ են մտածում թուրքերը 1 դար 10 տարի անց։ Ցեղասպանագետների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Թուրքիայի ներսում դրական փոփոխություններ կան։ Գործընթացները եւ հանրային տրամադրությունը խոսում են այն մասին, որ ավելի ու ավելի շատ թուրքեր են առերեսվում իրենց պատմությանը եւ անգամ պատրաստ են ճանաչել ցեղասպանությունը։ Սրա մասին է վկայում նաեւ ազգությամբ թուրք պատմաբան Թաներ Աքչամը, որը համարվում է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում կարևորագույն դեր ունեցող գիտնականներից։ Նա առաջին թուրք մտավորականներից էր, որը ոչ միայն հրապարակայնորեն ճանաչեց, այլև դատապարտեց հայոց ցեղասպանությունը եւ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը։ Այս օրերին Երևանում գտնվող Թաներ Աքչամը պատմում է, որ իր ցեղասպան պետության ակունքները գիրքը Թուրքիայի ներսում միանշանակ չի ընդունվել։ Թուրքերի մոտ այն բուռն բանավեճերի եւ քննարկումների առիթ է դարձել։ Բայց եւ թուրքերեն առաջին հրատարակությունը միանգամից սպառվել է։ Գիրքը ունենալով մեծ պահանջարկ 1 տարվա մեջ վերահրատարակվել է 3 անգամ։ Թուրք պատմաբանը գրքում
ընդգծում է թուրքական պետության ցեղասպան բնույթը։ Ապացուցում է, որ քեմալական իշխանությունները եւ ինչու՞ չէ նաեւ նրանց հաջորդած գրեթե բոլոր թուրքական պետական գործիչները որդեգրել են երիտթուրքական քաղաքականությունը փոքրամասնությունների նկատմամբ, համաձայն որի Թուրքիայի պետության մեջ բոլորը պետք է կամ թուրքանան, կամ էլ հեռանան երկրից։ Մեր օրերում, երբ Թուրքիայում բոլորն անկախ իրենց քաղաքական հայացքներից պնդում են, թե Թուրքիան պետք է լինի ժողովրդավարական պետություն, պետք է նախ պատրաստ լինեն առերեսվել անցյալի հետ։ Թուրքիայի բնակիչներն այդ համատեքստում պետք է համարձակություն ունենան իրենց տարանջատել հանրապետության հիմնադիր հայրերից։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը նաև բարձրաստիճան պաշտոնյաներ հանդես են եկել ուղերձներով։ Նրանք միասնաբար ընդգծել են 3 առանցքային կետ՝ հիշել որպես ազգային պարտք, ճանաչել որպես միջազգային պատասխանատվություն եւ կանխել որպես մարդկության դեմ հանցագործություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը եւ երկրի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ Այնուհետև նրանք այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ, որտեղ բացվել է փաստագրելով հանցագործությունը Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները խորագրով ժամանակավոր ցուցադրությունը նվիրված Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցին։ Շատ աշխատություններ գրեց իր տեսածի մասին։ Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, որոնք զոհ գնացին 1915 թվականի ծահագնացած կոտորածներին եւ զանգվածային տեղահանություններին։ Ուղերձում նշել է Նիկոլ Փաշինյանը եւ հավելել Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում տեղի ունեցած այդ իրադարձությունները խոր հետք են թողել յուրաքանչյուր հայի հոգու եւ գիտակցության մեջ։ Հայաստանի շատ քաղաքացիների համար ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլև ընտանեկան անձնական ողբերգություն է, նշել է վարչապետը։ Այս ողբերգությունը վերապրելը վերջին ավելի քան մեկ դարյա մեր ազգային օրակարգի առանցքային հարցերից է, անկախ նրանից, թե որքանով է ձևակերպված եղել որպես այդպիսին։ Այս օրակարգի շուրջ կառավարության եւ անձամփի մտորումներն ու մտածումները հանգում են հետեւյալին. զարգացած ինքնիշխան անվտանգ, այսինքն զատված եւ գծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը, մեր ժողովրդի բոլոր զոհողություններին եւ զոհերին մեր հավատարմության առհավատչյան։ Պետություն եւ պետական շահեր Հայաստանի Հանրապետություն միջազգայինորեն ճանաչված տարածքով հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ եւ պաշտպանված քաղաքացի։ Ահա թե ինչը, ովքեր եւ ինչպես պիտի վառ պահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը, ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր ուղերձում ընդգծել է Հայաստանի կառավարության հանձնառությունն է կերտել համախմբված, ուժեղ ու խաղաղ Հայաստան, հիմնված անցյալի դասերի վրա եւ միտված դեպի կայուն ապագան։ Ապրիլի 24-ը մեր ազգային հիշողության ծանր ու տխուր օրերից է։ Այս օրը մենք ոգեկոչում ենք 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակը, որոնք պարզապես հայ լինելու համար դարձան ցեղասպանության զոհ։ Հայոց ցեղասպանությունը պատմության խոր վերք է, որն այսօր էլ հնչում է արդարության ձայնով։ Մենք չենք մոռանում տեղի ունեցածը, բայց չենք էլ ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր։ Այն պետք է մեզ դարձնի առավել վճռական ու հեռատես մեր հետագա քայլերում։ Հայաստանի Հանրապետությունն այսօր հիշում է անցյալը եւ նայում ապագային, ձգտելով գալիք սերունդների համար կառուցել խտրականությունից եւ բռնությունից զերծ հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր։ Այս մասին էլ ասվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունում, ընդգծվում Հայաստանի բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ այլևս երբեք կարգախոսից վերածվի իրականության։ Մեր բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ այլևս երբեք կարգախոսից վերածվի իրականության։ Հայաստանի Հանրապետությունն այսօր հիշում է անցյալը եւ նայում ապագային, ձգտելով գալիք սերունդների համար կառուցել խտրականությունից ու բռնությունից զերծ հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ Facebook-յան իր էջում գրել է, որ չնայած ցեղասպանության ծանր հարվածին, հայ ժողովուրդը կամք ու կարողություն ունեցավ հիմնելու իր անկախ պետությունը։
Պետություն, որն ունենալու պատմական բարեբախտություն ունենք այսօր, եւ մեր ամենօրյա ջանքով, կամքով ու չարչարանքով պետք է ամրացնենք եւ ուժեղացնենք այն, դիմակայելով բոլոր մարտահրավերներին։ Անցյալի դառնությունները մտքում պետք է խորհենք ապագայի մասին։ Ցանկացած պետություն կենսունակ է խաղաղության ու փոխըմբռնման միջավայրում, որոնք անշուշտ չեն ջնջի վիշտը, բայց կկանխեն նոր ողբերգությունները՝ ի հիշատակ նահատակած ու հանուն ապրողների երջանիկ ապագայի։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էլ նշել է, որ ցեղասպանությունը չունի եւ չի կարող ունենալ որևէ արդարացում, ընդգծել անհրաժեշտ է մեկտեղել բոլոր ջանքերը ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համանման հանցագործությունները կանխելու եւ այդ ուղղությամբ պատշաճ քաղաքականություն իրականացնելու հարցում։ Ռիտա Մնացականյան, Free News, Ազատ լուրեր։ Երեկ երեկոյան, ինչպես ամեն տարի, տեղի է ունեցել ջահերով երթը, որը մեկնարկել է Հանրապետության հրապարակից։ Բայց մինչև երթի մեկնարկը հրապարակում կրկին ակցիայի մասնակիցները այրել են Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշները։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը փոխանցել է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը ՀՅԴ-ի կազմակերպած ջահերով երթի ժամանակ Թուրքիայի եւ Ադրբեջանի դրոշների այրման առնչությամբ։ Վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը, այն համարելով անպատասխանատու եւ անընդունելի։ Միջազգայինորեն ճանաչված պետության, առավել եւս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ եւ հրահրող գործելակերպ է։ Միևնույն ժամանակ վարչապետ Փաշինյանը դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի բնակելի տան ուղղությամբ արձակված կրակոցները, Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում քննության առնել այդ դեպքերը, հանդես գալ պարզաբանումներով։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ տարբեր երկրների ղեկավարներ, միջազգային կառույցներ, խորհրդարանականներ եւ դեսպաններ եւս մեկ անգամ վերահաստատեցին իրենց դիրքորոշումը, դատապարտելով մարդկության դեմ գործած ոչրագործությունը, հարգանքի տուրք մատուցելով 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին եւ կոչանելով պայքարել ժխտուղականության դեմ։ Թեև պաշտոնական Անկարան շարունակում է խուսափել ցեղասպանության ընդունումից, պատմությունը ներկայացնելով աղավաղված եւ մերժողական հռետորաբանությամբ, սակայն գրեթե բոլոր ուղերձներում ընդգծվում է, որ 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը չի կարող լրացվել, իսկ շղթումը այլևս չի կարող հանդուրժվել։ Ապրիլի 24-ը հայ ժողովրդի պատմության ամենացավոտ ու ողբերգական օրերից մեկն է։ Այդ օրը մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին, այլև վերահաստատում ենք մեր նվիրումը պահպանելու պատմական ճշմարտությունը, պայքարելու ժխտման դեմ եւ ձգտելու արդարության։ Այսօրվա խորհուրդն է կրկին հիշեցնել աշխարհին, որ ցեղասպանության դեմ պայքարը ժամանակի հարց չէ, այն մարդկային արժանապատվության եւ համաշխարհային խղճի պայքար է։ Այս համատեքստում միջազգային արձագանքն ու համերաշխության ուղերձները կշիռ ու հույս են հաղորդում հայ ժողովրդին։ Շարունակենք գործել հանուն ճշմարտության եւ արդարության։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հստակ ուղերձն է հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։ Նա X-ի միկրոբլոգում հայերեն գրառում է արել, որում նշվում է. 110 տարի առաջ սկսվեց հայոց ցեղասպանությունը։ Այսօր, ապրիլի 24-ին, ոգեկոչման ազգային օրը, հիշենք բոլոր զոհերին եւ կենթանի պահենք նրանց հիշատակը։ Ֆրանսիան եղել է եւ մնում է ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման առաջամարտիկներից։ Նախագահից բացի ուղերձ է հղել նաեւ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե դը Կորտինին, կրկին ոգեշնչելով հայոց ցեղասպանությունն ու անմեղ զոհերի հիշատակը։ Բացի հայոց ցեղասպանության հիշատակին ուղղված կոչերից, նաեւ Փարիզի 15-րդ շրջանում անցկացվել է Եղեռնի 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություն, որի ընթացքում մասնակիցները ծաղկեպսակներ են դրել ի հիշատակ հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։ Արարողության ավարտին հնչել են Հայաստանի եւ Ֆրանսիայի պետական օրհներգերը, որպես երկու ժողովուրդների համերաշխության եւ պատմական հիշողության պահպանումի խորհրդանիշ։ Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկն էլ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա նաեւ գրառում է կատարել Facebook-ում։ Այսօր ապրիլի 24-ին մենք ոգեկոչում ենք հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ 8 տարի առաջ 2017 թվականի ապրիլի 25-ին Չեխիայի խորհրդարանը ճանաչեց հայոց ցեղասպանությունը։ Ռուսաստանը եւս միացել է հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմանը։ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հայոց ցեղասպանությունը Ռուսաստանում միշտ ընկալվել է որպես սեփական ցավ եւ դժբախտություն։
Պատմական վկայությունների համաձայն 1915 թվականի ռուսական կայսերական բանակի Կովկասյան բանակը Նիկոլայ II-ի հրամանով բացելով ռուս-թուրքական սահմանը փրկել է ոչ պակաս քան 350,000 հայի։ Ռուսաստանը եղել է առաջին պետություններից մեկը, որը պաշտոնապես ճանաչել է հայոց ցեղասպանությունը։ Իսկ ապրիլի 24-ին ռուսական շատ քաղաքներում տեղի են ունենում հիշատակի միջոցառումներ։ Չնայած միջազգային հանրության արձագանքներին եւ կոչերին, ցեղասպան պետության ղեկավարությունը շարունակում է հերքել եւ խղաչուրել պատմական փաստերը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կրկին Պորսո հայոց պատրիարքին եւ տեղի հայ համայնքին հղած ուղերձում չի կիրառել հայոց ցեղասպանություն եզրույթը։ Թուրքիայում զգում են Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած պատերազմի տարիներին զինված խմբավորումների կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, համաճարակային հիվանդությունների պատճառով կորսված կյանքերի ցավը։ Անցյալի տխուր հիշողությունները չպետք է պատանդ պահեն ներկան եւ ապագան, հայտարարել է Էրդողանը պնդելով. նրանք, ովքեր փորձեցին խարխլել երկու պետությունների միջև խոր արմատներ ունեցող ամուր կապերը, պատմությունից թշնամանք ստեղծելով, մինչև օրս չեն հասել իրենց նպատակին։ Առանց փակագծեր բացելու հայտարարել է հայոց ցեղասպանության փաստը շղթող Թուրքիայի առաջնորդը։ Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսն էլ կոչ է արել հիշել եւ դիմակայել պատմության աղավաղմանը։ Այդ օրը Օսմանյան Կոստանդնուպոլսում ձերբակալվեց, կտանքների ենթարկվեց եւ սպանվեց հայ մտավորականների եւ համայնքային առաջնորդների մեծ մասը։ Նրանց հետ միասին կախաղան բարձրացվեցին հարյուրավոր պոլսահայեր։ Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասև էջերից մեկն է, որը խլեց 1.5 միլիոն հայերի կյանք եւ դարձավ միլիոնավորների տարագրության ու տառապանքի սկիզբ։ Եվ այնուամենայնիվ 110 տարի անց այս սարսափելի պատմական դեպքերից հետո Թուրքիան պաշտոնապես շարունակում է համառորեն մերժել պատմական ճշմարտությունը։ Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էնդրյու Թըրները վստահ է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված հիշատակի արարողությունը հզոր ազդեցություն ունի։ Նա նշել է, որ այս միջոցառումը ոչ միայն խոր հարգանքի արարողություն է զոհերի հիշատակի հանդեպ, այլև հիշեցում պատմության դասերը երբեք չմոռանալու անհրաժեշտության մասին։ Ավստրալիայի Վիկտորիայի նահանգի օրենսդիր ժողովի պատգամավորներն էլ հանդես են եկել հայտարարություններով, ընդգծելով պատմական արարողության եւ համայնքային հիշողության պահպանման կարեւորությունը։ Պատգամավոր Քիմ Վիլսը իր ելույթում առանձնահատուկ ընդգծել է Վիկտորիայի հայկական համայնքի ներդրումը տարածաշրջանի բազմազան մշակութային կյանքում, շեշտելով. Նրանց մշակույթը շարունակում է ոգեշնչել ինձ, նրանց ավանդույթները, միասնության ուժեղ զգացումը եւ անցյալը հիշելու անմնացորդ նվիրումը արտացոլում են հայ ժողովրդին բնորոշ տոկունության ոգին։ Պատգամավոր Քրիս Ռատն էլ իր հերթին կոչի արել պաշտոնապես ճանաչել հայոց ցեղասպանության հիշատակի օրը, որպես մարդու դեմ իրականացված սարսափելի ոճրագործության ճանաչման խորհրդանիշ։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է վերածվի գործնական քայլերի, ուղղված կանխարգելմանն ու արդարության վերականգնմանը։ Այս համոզմանն է Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն, որը հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի արդիվ հարցազրույց է տվել Armenpress-ին։ Ըստ նրա ճանաչումը թեև կարևոր է, սակայն ինքնին չի բավարարում այն նպատակին, որի համար պայքարում է մարդկության պատմական հիշողությունը։ Այն պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության եւ վերականգնողական արդարադատության արդյունավետ մեխանիզմներով, եթե ցանկանում ենք իրական իմաստ տալ, այլևս երբեք բառերին։ Պատգամավորը դրական է գնահատել վերջին տասնամյակներին ընթացող գործընթացը մի շարք պետությունների եւ միջազգային կառույցների կողմից հայոց ցեղասպանության ճանաչման առումով։ Նա հիշեցրել է, որ հենց այդ վայրագության արձագանքն էր, որ դրդեց Ռաֆայել Լեմկինին ստեղծել ցեղասպանություն տերմինը, որպես իրավական գործիք հետագա նման ոճրագործությունները կանխելու համար։ Միաժամանակ Ինյարիտուն մտահոգություն է հայտնել նշելով, որ նույնիսկ մեկ դար անց մարդկության դեմ հանցագործությունները, բռնի տեղահանումները եւ էթնիկ զտումները շարունակվում են հաճախ միջազգային հանրության անգործության պայմաններում։ Նա անդրադարձել է նաեւ Արցախի վերջին իրադարձություններին, նշելով, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով տեղի ունեցավ հայ բնակչության էթնիկ զտում, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է ճանաչելուց անդին անհրաժեշտ քայլերի կարեւորությունը։ Հայոց ցեղասպանությունը բացել է անցած դարի ամենամութ էջերից մեկը եւ շարունակում է հնչեցնել նախազգուշացման ուժեղ ուղերձ ծայրահեղականության եւ ժխտողականության դեմ։ Այս մասին ասել է Բրյուսել քաղաքի սոցիալական ապահովության կենտրոնի նախագահ Դավիթ Վեցմանը։ Նրա խոսքով Բրյուսելը որպես բազմամշակութային խաչմերուկ պարտավոր է կրել եւ փոխանցել պատմության հիշողությունը։ Բրյուսելը չի կարող մոռանալ կամ լռել 20-րդ դարի ողբերգությունների մասին։ Վեցմանը շեշտել է, որ Բրյուսելը պետք է շարունակի կանգնել պատմական ճշմարտության կողքին եւ պայքարել ժխտողականության ցանկացած դրսեւորման դեմ։ Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբոնը հայոց ցեղասպանության
110-րդ տարելիցի կապակցությամբ տեսաուղերձ է եղել հայ ժողովրդին։ Պատգամավորը նշել է, որ Շվեդիայի խորհրդարանը հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռ 2010 թվականին եւ այժմ ամեն տարի անցկացնում են հիշատակի արարողություն Ստոկհոլմում Հայաստանի դեսպանատան հետ գործակցությամբ։ Իմ հայ բարեկամներ, քրիստոնյա եղբայրներ եւ քույրեր, մաղթում եմ բոլորիդ արժանապատիվ հիշատակի օր ձեր ընտանիքների եւ սիրելիների հետ միասին։ Հիշեք անցյալը եւ նայեք դեպի պայծառ ապագա։ Հայոց ցեղասպանության մասին խոսել է նաև Բելգիայի ներկայացուցչական պալատի падգամավոր Միշել դե Մաեգդը։ Նա շեշտում է, որ մարդկությունը պետք է հիշի, որ ցեղասպանությունն ավելի քան ողբերգություն է, որ շարունակում է դարերից դար եւ չի կարելի լռել։ 110 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից կոտորածի ենթարկվեց հայ ժողովուրդը, որը հազարամյակներ շարունակ արմատավորված էր Կովկասում, եզակի մշակույթ, հավատ եւ ժառանգություն էր կրում։ Այդ կոտորածը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, որը երկար տարիներ մատնվել է լռության։ Ցեղասպանության ժխտումն ու մոռացությունը վտանգավոր են, քանի որ մարդկության եւ ազգերի դեմ ատելությունը կարող է դառնալ նորմ, իսկ բռնությունը ընդունելի։ Պատգամավորը նաև նշել է, որ ներկայում Հայաստանը շարունակում է լինել սպառնալիքի տակ Ադրբեջանից, որը հրաժարվում է խաղաղությունից եւ շարունակում է վախեցնել ու ճնշել։ Լեռնային Ղարաբաղը հայաթափվել է, հազարավոր տեղահանվածներ են թողել իրենց տները, նշել է Միշելը, հավելելով, որ այսօր էլ Բաքվում պահվում են քաղաքական բանտարկյալներ, իսկ Ադրբեջանի դիվանագիտությունը շանտաժի ու ճնշման գործիք է դարձել։ Ողբերգություն, որն արժանացել է 1,5 միլիոն կյանք։ Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին հայոց ցեղասպանությունն անվանել է մարդկային պատմության մեջ չմոռացվող վերք։ 110 տարի առաջ հայոց ցեղասպանություն, վերք պատմության մեջ, ողբերգություն, որն արժանացել է 1,5 միլիոն կանանց ու տղամարդկանց կյանքեր։ Զոհեր, որոնք պահանջում էին արդարություն եւ ճշմարտություն։ Հիշողություն, որը չի կարող եւ չպետք է մոռացվի կամ անտեսվի, այլ հիշվի ու փոխանցվի հաջորդ սերունդներին։ Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն էլ գրառում է կատարել X-ի միկրոբլոգում, ընդգծելով անմեղ մարդկանց տառապանքների անհիմն բնույթը։ Այսօր 110-րդ տարելիցին մենք հարգում ենք 1915-ից 1923 թվականների հայ զոհերի հիշատակը։ Այս ողբերգությունը հիշեցնում է բոլորին անմեղ մարդկանց նման տառապանքներ պատճառելու, չարդարացված լինելու մասին։ Մենք այն երբեք չպետք է մոռանանք։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ աշխարհի տարբեր ծայրերից շարունակվում են ուղերձներ հղվել։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության մեկնարկից ի վեր Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում բազմաթիվ ռազմական օբյեկտներ են կառուցվել։ Նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին միջամտությունների եւ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ռամիտ Նամազովը Մեջլիսում հանրային լսումների ժամանակ։ Նա նշել է, որ իբր այդ փաստերը հավաքվել են դիտարկումների հիման վրա։ 2020-ից 22 թվականներին Հայաստանը սահմանին կառուցել է մոտ 20 ռազմական օբյեկտ։ 2022 թվականից ի վեր Հայաստան-ԵՄ առաքելության ժամանումից հետո սահմանամերձ գոտիներում կառուցվել է 70 ռազմական օբյեկտ։ Դրանց մեծ մասը գտնվում է Սյունիքում, Տավուշում, Արարատում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, հայտարարել է Նամազովը։ Ըստ նրա, ԵՄ դիտորդների ժամանումից հետո Հայաստանում նաև ստեղծվել են խրամատներ, ապասարաններ։ Բաքվի թեզերին համահունչ Նամազովը հայտարարել է նաև, որ Եվրամիության առաքելությունը ձգտում է Հայաստանում ստեղծել լրտեսական ցանց տարածաշրջանում իր ազդեցությունն ամրապնդելու համար։ Անդրադառնանք միջազգային դրահոսին։ Ես դժգոհ եմ Կիևին հասցված ռուսաստանյան հարվածներից սոցիալական ցանցերում գրել է Սպիտակ տան ղեկավարը, հավելելով. «Կանգ առ Վլադիմիր, օրական 5000 զինվոր է զոհվում, եկեք խաղաղության համաձայնագիր կնքենք»։ Ռուսական ուժերի հարվածների հետևանքով անցած գիշեր մոտ 1 տասնյակ մարդ է զոհվել, ավելի քան 80-ը վիրավորվել։ Զանգվածային հարձակումը տեղի է ունեցել կրակի դադարեցման հնարավոր պայմանների շուրջ ակտիվ քննարկումներին զուգահեռ։ Միջազգային մյուս նորությունները տեսաշարով։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով երկարաձգում է սպանդը եւ վնասում է Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները։ Զելենսկին ոչ ոք չի խնդրում, որ Ղրիմը ճանաչի որպես ռուսական տարածք, բայց եթե նա ուզում է Ղրիմը, ինչու դրա համար չէին պայքարում 11 տարի առաջ, երբ այն հանձնվեց Ռուսաստանին առանց մեկ կրակոցի։ Նախքան լիազորությունների հանձնումը Օբամային այս շրջանում երկար տարիներ նաեւ ռուսական սուզանավերի խոշոր ռազմաբազաներ են տեղակայվել, նշել է Թրամփը։ ԱՄՆ նախագահի կարծիքով Վոլոդիմիր Զելենսկու նման հայտարարությունների պատճառով Ռուսաստանի հետ պատերազմն այդքան դժվար է կարգավորվում։ Ամերիկյան կողմը ներկայում ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահների Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի մայիսին Սաուդյան Արաբիայում հնարավոր հանդիպման մասին հայտարարություն չունի, նշել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Ես արդեն հայտարարել եմ արտասահմանյան այցերի ամսաթվերը, նշել է նա։ Ռուսաստանը գիշերը հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Ըստ Կիևի իշխանությունների հարձակման հետևանքով զոհվել էին մարդ, ավելի քան 70 մարդ վիրավորվել։ Հարվածի ենթարկված շենքի փլատակներում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հարվածի տակ են հայտնվել նաեւ Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժեի, Պոլտավայի, Խմելնիցկիի, Սումիի եւ Ժիտոմիրի մարզերը։ Խարկովի քաղաքապետը հայտնել է, որ ռուսական 24 գրոհների հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։ Քաղաքում վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, պոլիկլինիկա, դպրոց, մասնավոր տնտեսություններ, արտադրամասեր։ Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է գիշերվա ընթացքում ուկրաինական 87 ԱԹՍ խոցելու մասին, 45 ԱԹՍ խոցվել է Ղրիմի երկնքում, իսկ մյուսները Բելգորոդի, Կուրսկի, Վորոնեժի, Բրիանսկի, Լիպեցկի, Մոսկվայի եւ Նիժեգորոդի մարզերում։ Հնդկաստանը կանչել է Նյու Դելիում Պակիստանի բարձրաստիճան դիվանագետին հայտնել Իսլամաբադում իր ռազմական կցորդներին հետ կանչելու եւ իր դիվանագիտական անձնակազմի թիվը կրճատելու մասին։ Հնդկաստանի այս որոշումը կապված է Քաշմիրում զինյալների հարձակման հետ, ինչի հետևանքով 26 մարդ զոհվեց։ Նյու Դելին ժամանակավորապես կկասեցնի 60 տարի առաջ ստորագրված գետի համատեղ օգտագործման մասին պայմանագրի գործողությունը, նաեւ կփակի Պակիստանի հետ միակ ցամաքային անցակետը։ Բացի իր ռազմական կցորդներին Պակիստանից հետ կանչելուց, Հնդկաստանն Իսլամաբադում իր դեսպանատան աշխատակիցները 55-ից կկրճատի 30-ի։ Հնդկաստանը նաև Նյու Դելիում Պակիստանի դեսպանատան գլխավոր դիվանագետին կանչել է եւ նրան տեղեկացրել, որ առաքելության բոլոր ռազմական խորհրդականները հայտարարվում են պերսոնա նոն գրատա եւ նրանց մեկ շաբաթ է տրվում հեռանալու համար։ Իսրայելում սրվել է քաղաքական դիմակայությունը Շեմբետ անվտանգության ընդհանուր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը դատարանում ցուցմունք է տվել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ անկախարդյունքից այն արդեն համարվել է Իսրայելի պատմության ամենաաղմկահարույց գործը։ Առաջին անգամ հատուկ ծառայությունները լայնածավալ մեղադրանքներ են ներկայացրել երկրի գործող ղեկավարին։ Այս շաբաթ Ռոնեն Բարը երթման տակ ասել է, որ Նեթանյահուն իրենից պահանջել է անձնական հավատարմություն ենթարկվել անձամբ իրեն, այլ ոչ թե Գերագույն դատարանին սահմանադրական ճգնաժամի դեպքում։ Բարը նշել է, որ իր պաշտոնակության իրական պատճառը վարչապետի ճնշմանը չի ենթարկվել ներ, այլ ոչ թե կառավարության վստահության կորստի պաշտոնական վարկածը։ Մասնավորապես Ռոնեն Բարը հրաժարվել է օգնել Նեթանյահուին խուսափել Կատարգեյթ կոչվող քրեական դատավարության շրջանակներում ցուցմունք տալուց, որը վերաբերում է վարչապետի խորհրդականների Կատարի օգտին լոբինգ իրականացնելու ենթադրյալ ներգրավվածությանը։ Իսկ այս ժամի համար նախատեսել էինք այսքանը։ Թողարկման ավարտին ծանոթացեք եղանակային կանխատեսումներին։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ցտեսություն։